Արմատի եկեղեցու ոչնչացման վերաբերած։ Գիտեք, ես մի բան ասեմ, Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշ վառելը մենք այդ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է, այսինքն երբ որ պետություն ունես, դրոշ վառելը սազական չի քո ազգի, պետություն չունեցող ազգերը բան, անում են նման բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումով ոչնչացումով Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրում, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում, ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, նկարը կա էլ, եւ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձինք սկսում են հերթով ներեգություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել, բան եւ հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են եւ շտկել են, կոտրված է եւ ամեն ինչ նորմալ է։ Հիմա երբ որ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի, բացի մեր եկեղեցին կայքում, չի միանում են արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը, դուք որին չեք ոչնչացնում Արցախում։ Եվ դրանով նաև Ալիևը շատ անկեղծ է, ես էլ ասեմ ու ամփոփեմ այս մասը։ Ինչու՞։ Որտեվ Ալիևը հայ ժողովրդին դանով ուղերձ է տալիս, որ ձեզ որ ասում են մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, նախագիծը, դա մի խաբվեք հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր այդ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ է լինելու, դե կգանք, մոմ կվառենք, չէ՞ ինչն է պատճառը, որ անպայման կհանդիպի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու ցմփ բանես համերգների բաների խորովածի այս ուտելքների բանի Ալեն Սիմոնյանը հենց Ստամբուլում այսպեսի մի հայտարարություն արեց, ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանը, հենց Ստամբուլում նման հայտարարություն արեց։ Ըստ ձեզ, սա Նիկոլ Փաշինյանի կամ այդպես համաձայնացված էր, հա, գործադիր այդ քաղաքականության հետ ու ինչ ուղերձ էր սրանով հենց հաշվի առնելով, որ հենց Ստամբուլում է, հա, նման հայտարարություն։ Տեսեք, ես կարծում եմ սպիկերի դերը միշտ Հայաստանում գործել է, որպեսզի ավելի ազատ այլ մեսիջներ տրվի, կարծում եմ այդ համատեքստում է, բայց դա խոստովանություն այն ամոթալի վիճակի մասին, որ ունենք հայ-թուրքական բանակցային տրակում, որովհետև այդ process-ը նշանակում է, որ մեզ այն ժամանակ խաբել են, որ դիվանագիտական ազնագրերի համար սահմանը բացվելու է, ցամաքային սահմանի մասնախոսքով։ Հետո նորից են խաբել, այն ժամանակ, երբ որ դա խոսակցությունը գնում էր, դերևս հայ մարդիկ ապրում էին Արցախում, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում էին գնում, աղոթում էին, այսինքն այդ խաբկանքը շարունակվում է։ Հիմա միտեղ մի բան ասել, իրենք են չեմ եղադրում, որ նախկինում բանակցել են մի բան, եկե ժողովրդին ասել մեկ ուրիշ բան։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք ժողովրդին ասում են ամեն ինչ լավ է, նորմալ է, բացվում է, բան, հեսա առևտուր եւ այլն, միակողմանի առևտուր են անում։ Եվ որից հետո գնում Ստամբուլում ասում են բանա, դե ժողովուրդ ջան, դե գիտեք դե բան, Ադրբեջանը ձեզ խանգարում։ Այսինքն Թուրքիայի պես հզոր երկիր ուզում է սահմանը բացի մեր հետ, Ադրբեջանը չի թողում, հա։ Այսինքն կարող ենք ասել, որ հաշվի առնել, որ Ռուբինյանն է, հա, այդ բանակցությունները վարում, նրա այսպես աշխատանքի, ապարդյուն աշխատանքի հետևանքն է, սա չգիտեմ։ Այսինքն դուք մտածում եք, որ մի մարդ պետք է բանակցի ու դա բացվի։ Գլխավոր պատասխանատուն արտաքին քաղաքական վարչապետն է։ Այդտեղ ոչ Ալեն Սիմոնյանն է պետք առանձնացնել ոչ ուզում եմ հասկանալ հայկական կողմը ճիշտ չի աշխատում, թե Թուրքիան չի ցանկանում։ Հայկական կողմը ի սկզբանե գնացել է վիճանապարհով, որի վրա բանակցությունները գնում են առանց նախապայմանների։ Բոլոր տեքստերում Թուրքիան համաձայնվել է, որ գրվի որ առանց նախապայմանների բանակցություն, բայց միևնույն ժամանակ բոլոր նախապայմանները իրենք դրեն սեղանի վրա։ Դա եղել է սկզբից Արցախյան հիմնախնդիրը, հետո Միջանցքի հարցը եւ այդպես շարունակ։ Հիմա քաղաքական հարց էլ էլի, եթե կարելի է, պարոն Մարուքյան, ինչ եղավ ձեր եւ Հովիկ Աղազարյանի հետ, ինչ տեղեր չկարողացաք միասին կիսել եւ ձեր նախընտրական քարոզարշավի ընտրական փուլի մեջ եք մտել, ով է փողը տվել, ով է ֆինանսավորել։ Ոչ մի բան չի եղել մեր միջև, ամեն ինչ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։
ինչ վերաբերում է մեր նախընտրական արշավին, ես հիշեցի մեր համագումարը 15 թվականին։ Համագումար էին կանում եւ լրագրողները հարցում էին, բայց ես փող որտեղից որ համագումար եք անում։ Հիմա նույն բանն եմ հիշում, այսինքն 19 քաղաքական միավոր գրանցվել է ընտրություններին մասնակցելու եւ բոլորին հուզում են, որ միայն այդ լուսավոր Հայաստանն էս ոնց է անում։ Ես ձեզ ասեմ, լուսավոր Հայաստանը ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart campaign, խելացի արշավ, ինչ է սա նշանակում։ Մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասցնել ենք մարդկանց։ Մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք ամենաճանաչված, 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, ինձ կամ մեր թիմակիցներին հայտնի դարձնելու խնդիր չունենք եւ շատ հանգիստ մտնենք այս քաղաքաշարի մեջ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Դավիթ Խաչակյանը մեր ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մեր նախընտրական թիմի անդամ է, ուսակցությունից դուրս եկած մարդիկ կան, այո, նրանք չկան, չեն կարող լինել որ ուզենալ։ Ես ես ավարտեմ էլի։ Ես ուզում եմ նաև լրագրողներին մի խնդրանք ներկայացնել կամ կապահանջ։ Դա այն է, որ դուք դարձել եք ընտրությունների վերաբերյալ խոսույթը, փողի խոսույթ։ Այսինքն ով առաջին, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, հա, տպավորություն է, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի ժողովուրդ։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասեր ենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն ով փող ունի նա կարող ընտրություններին մասնակցի, ով որ առաջին հայացքից չէ, չի կարող։ Տեսքանցիներն են ասում թափանցիկ, շատ ռեսուրսա ծախսում, շատ մտեք նայեք, կտանք ինչ կընտրի։ Մենք անցած ընտրություններում ամենակիչ գումարով, ամենակիչ հարցերը Թատրոնյանից ենք տվել։ Դե որ ես տեսնեմ, որ իշտերին հարցում են։ Իդեպ նույն տեղի չէ ֆինանսավորում, չէ՞, Թատրոնյանին ասում որ իրենք բանից են ֆինանսավորում, իրենք համակիրները բանում։ Չէ, բայց դու հարց ուներ էլի մեզ։ Ուզում ենք հասկանանք ուղղակի ում ականջներն են ձեր հետը, մեծ ֆինանսական Մեր ականջները։ Հովիկ Աղազարյան։ Հայ ժողովրդի աջակցությունն ոչ ականջներ չի։ Ծորբիսյանի ականջները։ Կարպիս Փաշյան։ Հստակեցն է պարոն Մարքյան, ասում եք վարչապետի տեխնացը չունենք, բայց ցուցակը դուք եք գլխավորում։ Ինչ է նշանակում չունեք վարչապետ։ Ասեմ, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, երբ որ բոլորը հռչակում են, որ իրենք պետք է լինեն վարչապետ եւ վերջ։ Սա նաեւ մի process է, որը նախընտրական դեռևս կոնսոլիդացիայի շրջանում խանգարեց կոնսոլիդացիան։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամբիցիան չի կարելի առաջ մտնել։ Այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Մի հատ մարդիկ թող սկզբից падգամավոր ընտրվեն, հետո վարչապետական ամբիցիաները կնարկենք։ Այո, ցանկացած համասնական ցուցակի առաջին համար տվյալ ուժի ֆորմալ վարչապետի տեխնացիոնը օրինակ գնալու այն բանավեճին են գլխավոր, չէ՞, բայց մենք ասել ենք, որ մենք չենք մտնելու այդ իմաստով այդ բանավեճին, ոչ թե մի քանի իմաստ կնարկենք։ Բայց բանավեճերի մասնակցելու։ Բան Մարքյան, բայց Անցորիկ շեմը արդեն հայտարարել ենք, որովհետև դեռ որ չէինք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, դրանից քիչ էր պակասում։ Երբ որ հայտարարեցինք, բնականաբար դիրքավորումը բերեց արդեն հաղթահարելու։ Այսինքն այս պահին հաղթահարելու։ կարծել եք, հա։ Մարքյան Նիկոլ Փաշինյանի ուղերձի մեջ նշվում է, ասում է այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների եւ արտադրության վերականգնման կոչերով, ասում է տանում են նրան, որ մենք կանգնենք պետականությունը կորցնելու։ Շատ լավ։ Ուրեմն 19 ուժ գրանցվել է, բացառեք ծրագրերը նայեք։ Կամ հլավ խոսքը ինտերնետներ նայեք։ Ես չգիտեմ ուժ, որը մեր ժողովրդի ուզում է տանի պատերազմի Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Չգիտեմ այդ ում մասին է խոսում, ինչ է պատմում, ինչ է ասում։ Ինքը դրանով փորձում է արդարացնել այս ուրացության process-ները, ուրացության, ծպտուն չանելու, մենիկնությունը ոչնչացնելու դեմ որևէ դիվանագիտական լծակ գործիք չօգտագործելու իր անգործությունը։ Էս ուրիշ բան չի, ես չգիտեմ ուժ ախր, որ ուզում է տանի բան։ Ինչա՞։ Միանշանակ ուրան։ Դուք մի նայեք որ բերում են ծաղիկեն բան։ Ուրանալը այդպես չի։ Ուրանալը այդ հարցեր տալով է, մեր հարցեր են տալիս։ Բայց նայենք դրանք ոնց է եղել, բան քանի միլիոն մարդ է զոհվել։ Ուզում ենք պատի վրա քանդել, ոնց էր ասում։ Քոչան Անդրանիկը ասում է պատի վրա ուզում ենք գրենք։ Բայց ասում եք մի հրյա կանգնի, ասի 6 միլիոն հրյաների հոլոկոստի զոհերի անուններն են գոյում։ Ինչ կանեն այդ մարդը։ Այս իշխանությունը օրը ցերեկով բաց տեքստով ասել է։ Դայից հետո սա խաղաղություն պետություն ենք ձեզ բերել։ Խաղաղությանը կապ չունի, պետություն մենք ունեցել ենք 91 թվականից, դայից առաջ էլ մի հատ ուրիշ ձեի պետություն ենք ունեցել, դայից առաջ էլ առաջին հանրապետություն ենք ունեցել։ Հետեւաբար պետություն մենք ունեցել։
Խաղաղություն, sense խաղաղապում եք դուք առաջ նախկինների Նայեք, օրոք։ խաղաղությունը ինքը դատարկ ուղակի բան չի, օթում ինչ որ բան չի։ Խաղաղությունը դա անվտանգային համակարգ է, անվտանգային երաշխիքներ են, մեխանիզմներ են, որոնք ապահովում են քո խաղաղությունը։ Եթե այդ անվտանգային մեխանիզմները եւ երաշխիքները գոյություն չունեն, ինստիտուտներ չկան կանխարգելող որևէ բանի, խաղաղության մասի խոսելը բանը, նախընտրական բան։ Մի հավելում էլի, իրենք երբ որ նման հարց ես տալի, ասում ես ձեր խաղաղությունը ինչ երաշխիք ունի, իրանք մեջ բերում են օգոստոսի 7-ի թուղթը, ասում են սա ամենամեծ երաշխիքն է խաղաղության։ Օգոստոսի 7-ին երկու փաստաթուղթ է ստորագրվել, մեկը TFIP-ն է, որը միջանցքյալ հանձնել, մյուսը խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստն է, որի վերաբերյալ մանրամասն ես խոսել եմ հենց այդ օրը եւ ցույց եմ տվել, թե ինչ խնդրահարույց կետեր կան մեզ համար, եւ ես գտնում եմ, որ այդ կետերը բնականաբար չի կարելի ուժի մեջ մտցնել, դրանք պետք է վերաբանակցել։ Վերաբանակցելու թեզը ես եմ մտցել օրակարգ, այո, պետք է դրանք վերաբանակցեն, եւ ես ավելին ասեմ, որպես այդ փաստաթղթի վրա աշխատած մարդ, այն կետերին, որ իրենք համաձայնվել են, մենք երկար ժամանակ չենք համաձայնվել։ Մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը։